Իմ քույրիկն է մանկապարտեզ գնալու։ Ավելի քան 150 տարի առաջ Հայաստանում հիմնադրված ռուսական ամենահին բնակավայրերից մեկում Ֆիոլետովոյում նոր մանկապարտեզ կլինի։ Մոլոկանների գյուղում կառուցվող նախակրթարանը նախատեսված է 50 երեխայի համար և զբաղեցնում է 400 քառակուսի մետր տարածք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիտկինի խոսքով մանկապարտեզը շատ լավ օրինակ է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համար։ Այն ինչ հիմա արվում է շատ կարևոր է, մենք գնահատում ենք Հայաստանում ապրող մոլոկաններին։ Այս համայնքը շատ լավ օրինակ է ավանդույթների, արմատների ու հոգևոր արժեքների պահպանման հարցում, ու դա չի խանգարում մոլոկաններին լինել Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանը ձեզ հետ է նախաձեռնության շրջանակներում։ Մանկապարտեզի շինարարությունը կավարտվի 2026 թվականին։ Правительство России очень поддерживает этот проект. Ռուսաստանի ղեկավարությունը ֆինանսավորում է այս նախագիծը։ Я уверен совершенно, что мы этот. Ես վստահ եմ, երբ մենք կառուցենք մանկապարտեզը, այն շատ երկար կծառայի Ֆիոլետովոյում ապրողների սերունդներին։ Ֆիոլետովոն հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով եզակի գյուղերից է, այստեղ ոչ ոք չի մոռանում իր արմատները։ Մենք հեռուտեղից ենք եկել, Երևանից ենք եկել, հիմա այստեղ ենք ապրում։ Իմ ընկերուհի Նատաշայի հետ մենք խաղում ենք, երբ ձանձրանում ենք, գալիս ենք այստեղ, սա ֆաբրիկա է կոչվում։ Տունտունիկ ենք խաղում, գնում ենք այս դաշտերը։ Վանաձորից 25 կիլոմետր հարավ-արևել գտնվող կոլորիտային Ֆիոլետովո գյուղում 1820 թվականից են ապրում մոլոկաններ։ Զարու Իսահակյան, Նորայր Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։